Ամեն։ Հալելույա, հարկ Աստծուն։ Տեր օրհնի, կարող ես շրջվել կողքինիդ ողջունի խոսք ասել եւ նստել Տիրոջ խաղաղության մեջ։ Քանի որ տարին սկսվել է ու դեռ մեր առջև լիքը բաներ կան, դժվարություններ, հաղթանակներ, ուրախություններ, ես կուզենամ այսօր աշխարհիկ մարդիկ ասում են նոր տարին ոնց դիմավորում ես, դուք իսկապես հավատում եք դա տենց, հա? Այո, երբ որ դու Աստծո հետ քո հարաբերությունը սկսում ես ճիշտ ձևով, տեսեք, ասենք Ենոսի կյանքում ես չտեսա մի հատ դժվարություն, գրված է քայլեց 300 տարի, պատկերացնում ես, սիրելի եկեղեցի, կոչ եմ ուզում անեմ միասին, մեր տարին իսկապես սկսենք Աստծո հետ, անկախ լավ ընթացք ես ապրում, վատ ընթացք ես ապրում, երբ որ դժվարությունը կա սերներս, մի տեսակ Աստծո պահանջը միշտ կա, ախր գիտես ստեղ ինչ եմ ուզում մենք հասկանանք, որ միշտ չէ որ դժվարություն պիտի լինի մեր կյանքում, որ մենք Աստծո երեսը միշտ փնտրենք, որովհետև Աստծուն սիրողները անկախ լավ թե վատ ժամանակներից նրանք իր երեսն են փնտրում, երբ որ դժվարությունը գալիս է կամ միջև գալը, դու արդեն պիտի պատրաստ լինես, ոչ թե դժվարությունը պիտի գա ու դու նոր կանգնես, արդեն ուշ է, դու միշտ պիտի աղոթքի եւ աղաղակի մարդ լինես, որ երբ որ դժվարությունը գա դու կարողանաս արդեն ուրախությունով դիմավորես եւ ոչ թե արդեն ասես բայ հիմա ինչ եմ անելու, բայց այնուամենայնիվ մեզ պետք է որպեսզի մենք միշտ զգոն լինենք, ստաբ լինենք ու միշտ աղոթող լինենք, ուր էլ գնում ենք, ինչ դժվարություններ, մի փոքր դժվարություններ խառնվում ենք իրար, տենաս ով կօգնի, տենաս որ բժիշկը ինձ ձեռքը մեկնի, սիրելիս, ես քեզ մի հատ բան ասեմ, ամենալավագույն օգնականը դա Աստված է, Հիսուս Քրիստոսն է, Սուրբ Օգին է, որ այսօր ամեն օր մեզ հետ է, նա գիտեք երբ է դադարելու մեր հետ գործելու, միջև աշխարհի վերջը, գրված Աստվածաշնչում, եթե չգիտես գնա բացի ու կտեսնես, որ այնտեղ գրած է, որ Հիսուսը ասեց, ձեզ հետ է միջև աշխարհի վերջը, այսինքն այս աշխարհը ինչքան որ կլինի, ինչքան որ կգոյատևի, ինքը մեզ հետ է լինելու, քնած թե արթուն, չգիտեմ, խավարի մեջ, թե լույսի մեջ, չնայած խավարում ինքը հետ է քաշվում, լույսի ժամանակ նորից միանում է, համենայն դեպս, ուզում եմ մի կարևոր բան ասեմ քեզ, որ մի սպասի, երբ որ դժվարությունները կգան, դու եղի աղոթքի մարդ, Հայտնություն 22, 11-ից 14 համարները, անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, նկատել եք, որ այսօր աշխարհը լցված է անիրավություններով լի մարդկանցով, որ այսօր բարություն շատ քիչ մարդ է անում, շատ քիչ մարդ է մտածում բարություն անելու մասին, մի տեսակ ում հետ ինչ որ խոսում ես, ինքը խոսում է, ինքը ուզում է ինքնապաշտպանվի այդ դժվարությունից, սա հենց անիրավության արմատն է, երբ որ մարդը խուսափում է բարի լինել, անիրավը դա բարիության հականիշն է, ամեն, եւ շարունակում է, եւ կեղտոտը թող էլ ավելի կեղտոտվի, եւ արդարը թող ավելի արդարանա, եւ սուրբը թող ավելի սրբվի, տեսեք, արդարի եւ սրբվելու, այսինքն բացի այն որ արդարությունն է, մենք արդարությունից հետո պիտի սրբագործությունը ակտիվացնենք, որովհետև սրանք հետևանքներ են ու սրանք ընթացք են հոգևոր կյանքի մեջ, արդարը էլ ավելի արդարանա, սուրբը էլ ավելի սրբվի, ուրեմն սիրելիներս, ինչ է պարզվում, որ արդարությունով դեռ մեր կյանքը կիսատ է, մի բան թերի է, մի բան պակաս է, իսկ Աստծո ուզածը
ձգտում է դեպի սրբության։ Ինչքան լավ է, չէ, որ մարդու հետ խոսում ես, ասում ես, ինչ սուրբ մարդ է, որովհետև իր աչքերից կաթում է, իր հայացքից կաթում է, տեսնում ես իր մեջ նենգություն չկա, վատ բան չկա։ Հիսուսը ինչ ասեց Նաթանայելին, ես քեզ տեսա ծառի տակ, մի մարդ իսրայելացի, գիտես խի ասում իսրայելացի, որովհետև իսրայելացու մեջ լավ բան չկար, բայց այդ մարդու մեջ կար արդարության բոլոր պտուղները։ Եվ ինչ ասեց իրան, նենգություն չկա քո մեջ, ասեց որտեղից իմացար, Հիսուսին էլ կարաս ասես որտեղից իմացար, Հիսուսն ամեն տեղ էր ու ամեն տեղ էր իր աչքերը, որովհետև ինքը Աստված էր, ինքը Աստծո որդի էր, բայց այնուամենայնիվ, եթե մենք վերադառնում ենք իրականությանը, մենք պիտի հասկանանք, որ այդ նենգությունը նույնպես մեզանից պիտի դուրս գա։ Այսինքն միջև են, որ մենք, եթե կարգ ու կանոնի մեջ ենք, դրանով չպիտի սահմանափակվենք։ Մենք պիտի սահմանափակվենք այն ժամանակ, երբ որ Աստված քեզ տեսնի, որ դու կանգնած ես իր առաջ որպես սուրբ։ Ամեն։ Եկեք շարունակենք։ Ահա շուտով պիտի գամ եւ իմ վարձքը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրն ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինն ու վերջինը։ Երանելի են նրան պատվիրանները, պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց ծառի վրա, քաղաք եւ քաղաքի դռնով ներս մտնելու իշխանությունը ումն է նրանք ովքեր իշխանությունը ունեն Աստծուց եւ այդ հենց նենց չի տրվում որպեսզի իշխանությունը տրվի մեզ հավիտենության մեջ կենաց ծառի պտղից ուտելու ամեն ամեն հնազանդությունը դա ընթացք է, որովհետև միշտ այդ հնազանդության առաջ դու կանգնելու ես, որովհետև գիտես այսօրվա իրավիճակները այնքան արագ են զարգանում, եթե ուզում ես մեկին մեղքի մեջ գցես վայրկյանները, բայց հարցը դու կարաս այդ տվյալ անձնավորությանը իր բարձր վիճակից իջեցնես ցածր, այսինքն այն խաղաղության վիճակից իջեցնես անխաղաղ վիճակի, այդ ժամանակ ինքը հաջողություն ունի, բայց երբ որ դու քո բարձր տեղը երբեք չես զիջում, չես իջնում այն մակարդակի, դու հաղթող ես, քո հաղթանակները Աստծո պլանների մեջ ուժեղանում են։ Եսայ 57:15 Եվ արդ այսպես է ասում բարձրը եւ բարձրալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձունքում, երբ Սուրբ տեղում, բայց ջարդված եւ խոնար հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպիսի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացեմ ջարդվածների սիրտը, ստեղ բեկվածների է գրած, բայց ես ուզում եմ որպեսզի մի քիչ ավելի կոտրված հոգիների սիրտը։ Տեսեք, Աստված ինչ հրաշալի Աստված է, չէ՞։ Բնակվում է որտեղ բարձրերում։ Եվ որտեղ է ուզում բնակվի խոնար, կոտրված սիրտ ունեցողներին։ Հիշում եք Հիսուսի պատմությունների մեջ Մաքսավորի աղոթքը եւ կեղծ քրիստոնյայի աղոթքը 10-րդ եմ տալիս, դրա նման չեմ, բայց Աստված շնորհ գտավ այդ անձնավորությունը, որովհետեւ Աստված սիրում է, երբ որ դու քո սխալները երբեք չես ասում ես ճիշտ եմ։ Ու առհասարակ չի նկատվում։ Ես շատ քիչ մարդիկ եմ տեսել, որ մեկը մյուսին խոստովանի, որ ես քեզ հետ սխալ եմ վերաբերվել։ Դա մի քիչ է տենդենսը կորել է։ Գիտես, եկեղեցին ինչով է տարբերվում աշխարհիկ եկեղեցուց։ Գիտեք, չէ, որ աշխարհիկ եկեղեցի էլ կա։ Աշխարհիկ եկեղեցին ամեն ինչով կահավորած, գեղեցիկ, մարդիկ գեղեցիկ հագնված գալիս են,
գալիս են երաժշտությունը լսում, չգիտեմ այդ օրը ինչ քարոզ են լսում, վեր են կենում գնում նորից իրանց տուն, իրանց հոգսերով, իրանց խնդիրներով, հիշում են, որ մյուս կիրակ էլի պիտի գան, ու այսպես շարունակ, իսկ ճշմարիտ եկեղեցին տարբերվում է նրանով, որ ընտեղ առաջինը գալիս են ոչ թե երաժշտություն լսելու, այլ գալիս են Տիրոջը երկրպագելու, գալիս են Տիրոջ առաջ խոնարհվելու, գալիս են իրանց հարաբերությունը Աստծո հետ շտկելու։ Եվ հենց այսօրվա վերնագիրը Աստծո հետ հարաբերությունը շտկի։ Տնդ հիշեք, որովհետև կախված է քեզանից, դու ոնց Աստծո հետ քո հարաբերությունը կշտկես։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 4-ից կկարդամ, մինչև 10-ն, բայց շատ արագ կգամ։ Քանզի մենք այս վրանի տակ եղողներս ծանրություն կրելով հառաչում ենք ու չենք կամենում հանվել։ Ինչ վրանի մասին է խոսքը, սիրելիներս։ Այս մարմնի մասին է խոսում, որ ունենք այս վրանը, բայց հառաչում ենք, գիտեք խի ենք հառաչում, որովհետև մեղքը զուգահեռ ապրում է մեզ հետ։ Ինքը ծանրացնում է, Հիսուսն ասեց ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, սիրելիս, հիմա դու ասես ես լավ քրիստոնյա եմ, ես քեզ չեմ հավատա, Հիսուսի խոսքն ասում է եկեք ինձի, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, գիտես հոգնած ու բեռնավորված մարդը վազում է Քրիստոսի մոտ և ոչ թե բեռը վեկալած ամեն օր գալիս է եկեղեցին, նորից հետ է տանում, ասում է ես ձեզ կտամ իմ դժվարությունը, իմ լուծը, որը քաղցր է և շատ թեթև և քոնը տու, իսկ այն քրիստոնյան, որ շատ ուրախ է, զվարթ է, մեղքից հեռու է, այն նա է մոտեցեք Քրիստոսին, թե չէ որ ասում ես ես այսօր եկել եմ, ոնց ես եկել, ոնց ես եկել, եթե էլի նույն են չար արմատները քո սրտի մեջ քեզ նորից տանջում է, չգիտեմ ինչ որ մեկի վրա։ Այսա խոսում է, որ դու սուտ ես խոսում, իսկ Աստված ամեն բան տեսնում է։ Այսօրվա ուղերձը նա է, որ շտկես քո հարաբերությունդ Աստծո հետ։ Եթե դու այսօր Աստծո ձայնը լսես, փոխես քո կյանքը, կփոխվի իրավիճակներ, սիրելիներս։ Ինչպես որ մենք մի ժամանակ աղոթում ենք ու Աստված գերբնական հրաշքներ էր անում։ Մենք բացահայտ Աստծո ներկայություն ենք վայելում։ Այո, Աստված խոսում է հենց իրաուցյալի բերանից, իր մարդու բերանից, որովհետև նույն Իսրայելի մեջ կային մարգարեներ, բայց այդ մարգարեներն իրանց ժողովրդի սրտի պատճառով չեն խոսում։ Եղիայի ժամանակ Եղիային շատ քիչ բաների մեջ Աստված կանչեց, բայց շատ իրավիճակներ փոխելու մեջ։ Ես ինչ եմ ուզում այս համեմատություն անեմ, բայց Աստվածը տեղ էր, չէ, իր բերանը կար, ինքը խոսքը ուներ, իսկ հիմա շատ քիչ մարդ այսօր տեսնում է ու վայելում Աստծո ներկայությունը։ Գիտեն, բոլորս է գիտենք, որ Աստված կա, արդյոք դու իրականում դա օգտագործում ես, ոնց որ դու խոսում ես։ Դրա համար ասում է, այս վրանի տակ մենք հառաչում ենք։ Վատը գիտես որնա, որ մենք ենք մեր արժանիքը գնահատում։ Լսի, եթե մենք ինչ-որ ցանել ենք շատ, ստացել ենք քիչ, խնդիրը ոչ թե Աստծո մեջ է, խնդիրը իմ ու քո մեջ է։ Եկեք դրա մեջ համաձայնվենք։ Եթե դու դրան համաձայն ես, ասա ամեն։ Ուղղակի ես խնդրում եմ դու քո ուշադրությունը կենտրոնացրու, որովհետև միգուցե եւ հենց քեզ համար այսօր խոսք լինի, ու այդ խոսքը գա քո կողքով անցնի ու դու սկսես խոսք փնտրել։ Խոսքը բնակվում է մեր մեջ, ինքը պիտի մարմին լինի։ Աստծո ձայնը չեմ լսում։ Աստծո ձայնը չեմ լսում։ Ի՞նչ ես լսում, ի՞նչ նախանտիրը։ Ուրեմն ականջդ ուրիշ ձայների է սովոր։ Արդ ամեն ժամանակ վստահությամբ լի ենք ու գիտենք, որ այս մարմնի մեջ մնալով հեռու ենք Տիրոջից, որովհետև հավատալով ենք ընթանում եւ ոչ թե տեսությամբ։ Բայց
Վստահ ենք ու նախընտրում ենք այս մարմնից դուրս գալ եւ Տիրոջ մոտ մտնել։ Նրա համար էլ ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան, որովհետեւ մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ։ Եթե դուրս գանք, այո, երբ որ մեր կյանքը ընդհատվի, արդյոք մենք կկանգնենք Տիրոջ ատյանի առաջ որպես բարի հավատարիմ ծառա, թե ուղղակի ատյանի առաջ կայնող պատասխան տվող ունենալու քո հնարավորությունը, որովհետև տեսեք Իսրայելի պատմության մեջ Սողոմոնից սկսած ոչ մի թագավոր սենց չարեց ինչպես որ պետք էր աներ։ Գրված է, որ ինքը արեց Տիրոջ կամքը եւ նորից շեղվեց եւ իր կյանքը ընդհատվեց։ Ոսմա դրա համար էլ ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան, որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկը իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը բարի կամ թե չար։ Բնականաբար մենք ուրիշ պրոցեսով չենք ստանում։ Մենք տուժվում ենք, մեր դժվարությունները գալիս են ժամանակ, երբ որ մեր սխալները գալիս է ու այս մարմինն է տուժում ու դառնում ենք հոգսաշատ։ Կորինթացիս 15, 53 եւ 58 խոսքը, որովհետեւ այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, սիրելիներս, այս մարմինը տրված է, որ մենք ոչ թե ապականվենք։ Աստծո նպատակը մարդուն ինչն էր, որ լցվի շատանա ու այս երկիրը ինչով ավելանա, բարիությունով իր ստեղծագործությունով, մարդը ինչ արեց, տվեց իր իշխանությունը սատանային եւ հիվանդությունը մարդու կյանքի կրճատումները սկսեց օրեցօր։ Սաղմոսի մեջ, երբ որ կարդում ես, ասում է մարդու կյանքը մի քիչ է որ զորությունով, այսինքն ձգում է 70-ի, բայց էլի ցավ տառապանք։ Այսինքն այդ ցավը տառապանքը միշտ պետք է լինի, բայց այն զորությունը, որ իմ ու քո սրտի մեջ կա, սիրելիներս, դա երբեք չպիտի խանգարի մեր Աստված պաշտության, այլ ընդհակառակը մենք նորոգվելու ենք, մենք քաջալերվելու ենք ու առաջ ընթանալու, ամեն։ Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի եւ այս մահկանացու մարմինը անմահությամբ, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է, մահը հաղթում է, հաղթության մեջ կընկղմվեց, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, տես հաղթանակը որտեղ է, տեսնում ես ինչ մեսիջ է ուղարկում մահին ու հիվանդությանը, երբ որ դու ես մարմին ինչ ես անում, ով կաս ինչ անում։ Այո, խաչում է, միայն այս մարմինը իր ամբողջ ցանկություններով, իր ամեն տեսակի բաներով ու հաղթանակը գալիս է ու տեսնում ես, որ մահը այլևս քո կյանքի վրա իշխանություն չունի։ Ուրեմն սիրելիներս, հոգով ինչ արեք, մարմնի գործերը սպանեցեք, որովհետև հոգով մարմնի գործերը սպանելով դու միայն կարող ես հասնել հաջողության։ Ուրեմն սիրելիներս, մինչև մենք հոգևոր չլինենք, չենք կարող մարմնի գործերը սպանենք։ Նույնպես վաղն էլ ես գալի նույն վիճակով, մյուս օրն էլ ես գալու քո կյանքում ոչինչ չի փոխվելու, բայց փոխվելու է նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվելու իրանց փրկության համար։ Ասեմ, այսօրվա դրության, այսօրվա ամբողջ աշխարհից կատարվող այս ինֆորմացիայով ինչքան վատ բաներ են տեղի ունենում։ Իսկ այդ ամենից խուսափելու համար այսօր եկեք մենք մեր անձերին ուշադրություն դարձնենք։ Մենք այսօր որոշում կայացնենք Տիրոջ առաջ, որ մենք դառնանք որոշման մարդ։ Քեզ չեն ասում որևէ մի բան արա, կարաս գնաս քո անձի շուրջը գոնե կատարելագործություն անես։
Գնա դու քո Աստված, բայց միաբանությունը շատ պարտադիր է, սիրելիներս։ Միաբանությունը դա շատ պարտադրող է։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն իմ սիրելի եղբայրներ, եղեք հաստատուն եւ անսասան։ Կարանք լինենք հաստատուն եւ անսասան։ Տիրոջ գործի մեջ ամեն ժամանակ ավելի առաջ գնացեք, իմացեք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։ Մարգարեության մեջ Մաղաքիայի ասում է. արեցինք ոչ մի արդյունք էլ չստացանք, բայց գրված ասում է Տիրոջ վախեցողների համար իր գրվեց։ Թող Աստված օգնի սիրելիներս այսօրվա ուղերձից յուրաքանչյուրիս կյանքի մեջ գային փոփոխությունը, որ այսօր պետք է։ Երբ որ դժվարությունը մի վազիր, էդ էլ է պետք։ Ուզում եմ ասեմ, որ ամեն բան Աստված հսկում է, ամեն տեղ։ Երբեք մի վախեք ոչ մի բանից, թե կյանքի դժվարությունից, թե ինչ որ ընթացքում կհանդիպի, Ապես հիշեք, որ Հիսուսի անունը կանչեք ամեն ժամանակ, ամեն, Տերը օրհնի, թող փառաբանությունը բարձրանա։